Ամերիկյան ուժերը Խաղաղ օվկիանոսում օդային հարվածներով ոչնչացրել են մի բեռնատար նավ, որը ենթադրաբար թմրադեղ է փոխադրել։ Ամերիկյան աղբյուրները չեն նշում, թե որ երկրի դրոշի տակ է նավարկել այդ բեռնատարը, սակայն անցած մի քանի ամիսների ընթացքում առավել հաճախ թիրախ է դարձել Վենեսուելայի այսպես կոչված ստվերային նավատորմը։ Մասնավորապես նավթակիր լցանավերը Սպիտակ տունը հայտարարել է Վենեսուելան ամբողջական ծովային շրջափակման ենթարկելու որոշման մասին, նպատակ ունենալով սաստկացնել ճնշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի վրա։ ԱՄՆ պնդմամբ այդ ոչ լեգիտիմ իշխանությունը տարածաշրջանում քայքայիչ հակաամերիկյան քաղաքականություն է վարում, իմասնավորի ակտիվորեն ներգրավված է զենքի եւ թմրադեղի մաքսանենգության մեջ, ֆինանսական միջոցները փոխանցում միջազգային ահաբեկչական կառույցներին, քրեականներին ազատում է տեղական բանտերից եւ կազմակերպում նրանց փոխադրումը Միացյալ Նահանգներ եւ իրագործում Ամերիկային հնարավորինս մեծ վնաս հասցնելուն ուղղված այլ գործողություններ։ Այս տարվա սեպտեմբերի սկզբից կալանքի տակ են հայտնվել մի քանի բեռնատար նավեր, տեղի են ունեցել գրոհներ, հարվածների ընթացքում զոհվել է առնվազն 105 մարդ։ Ամերիկացի մի շարք օրենսդիրներ եւ իրավապաշտպաններ, ինչպես նաեւ առանձին երկրներ, այդ թվում Չինաստանը եւ Ռուսաստանը, դատապարտել են ամերիկացիների գործողությունները, հայտարարելով, թե Վաշինգտոնը չի ներկայացրել հարձակումները արդարացնող արժանահավատ փաստեր։ Մինչդեռ 3 նախագահ Դոնալդ Թրամփը նոր նախազգուշացում է հնչեցրել։ Հանգիստը Ֆլորիդայում անցկացնող Թրամփը լրագրողներին ասել է, որ ամերիկան գերարդիական գերհզոր ռազմանավեր է կառուցելու։ Այդ զրույցում նա անդրադարձել է նաև Վենեսուելայի թեմային։ What's your end game? Maduro? What's your end game? There's no answer. He can do whatever he wants. I mean, we have a... Մադուրոն ինչ ուզում է թողանի, մենք ունենք հսկայական նավատորմ, անցյալում նմանը չենք ունեցել, թող Մադուրոն փորձի անել ինչ ուզում է, ամեն ինչ կարգին է, եթե նա կուզի կոպիտ խաղալ, դա կլինի վերջին անգամը, որ նա կոպիտ կխաղա։ If he plays tough, it'll be the last time he's ever able to play tough. Կարակասում ուշի-ուշով հետևում են հյուսիսային հզոր հարևանի հայտարարություններին եւ գործողություններին։ Վենեսուելայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ծովահենության դեմ պայքարի մասին օրենքը։ Նախագահ Մադուրոն գովեստով է խոսել օրենսդիրների որոշման մասին, ապա նշել, որ 1 ամիս առաջ զրուցել է Թրամփի հետ։ Hace el 21 de noviembre y fue una conversación. Նոյեմբերի 21-ին Դոնալդ Թրամփի հետ զրույցը ջերմ էր եւ հարգալից, բայց վերջին օրերին մտածում եմ մեր նավերի վրա նրանց անօրինական հարձակումների մասին։ Թրամփը կարող է ավելի լավ բան անել իր երկրի եւ աշխարհի համար։ Կարող է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի հետ, եթե լուծի իր երկրի խնդիրները։ Յուրաքանչյուր նախագահ պետք է կենտրոնանա իր երկրի վրա։ Սխալ է, երբ նրա ելույթների 70%-ը Վենեսուելայի մասին։ Y el tiempo es Venezuela. Այսօր ուշ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կգումարի նիստ, որի օրակարգում Վենեսուելայի հարցն է։ Նախորդին Ռուսաստանը եւ Չինաստանը դժգոհություն են հայտնել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ։ Մոսկվան իր լիակատար աջակցությունն է հայտնել Կարակասին, իսկ Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել նավերի բռնազավթումը եւ հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից։ Նիստի որոշումների մասին կպատմենք մեր վաղվա ծրագրում։